Կարինե մոտավորապես մի սուտկա դիմացա, որ քեզ չանհանգստացնեմ։ Անցյալ օրը կարդացի նորից այն Գայանի գրած նամակը, այն որ գրել էր, ուղարկել էր, որ ոչ մի ձևի մենք օգնություն կարիք չունենք, եթե չթարգես մեր employer-ների հետ կապվել է, մի քանի տարվա առաջվա նամակա, որ այդ նամակը նորից կարդացի, մենք ասեց քեզ դատիկը պոլիս կզանգեմ, մի խոսքով հիշեցի, պոլիս մի խոսքով Գայանը կապուստասա հիշեցի, հետո շատ տրամադրություն անտանելի էր, մեկ արեցի, մի հատ շամպանսկի կար, բացեցի, մի բակալ խմեցի, մեկ էլ ուզեցա չդիմացա, ասի մի հատ զանգելու եմ Կարինեի հետ ուղղակի խոսամ։ Այդ վաղ զանգեցի, մի երկու զանգ եկավ, հետո զանգերը չեկան, չիմացա, վերցրիր, թե ու էլ չխոսեցի։ Մի խոսքով դրանից հետո մի խոսքով մի սուտկա դիմացա, բայց այսօր նորից արդեն համբերությունս հատեց, որովհետև այսօր խոսակցություն ունեցա մեկի հետ, մի հատ բարեկամ այլի, նրա վերջի ասածները շատ ազդեցին վրաս, մոտ մի ժամ առաջ էր, ասում էր, որ Երևանում գները բնակարանների վաճառքի ընկել են ու դարելա $1500-2000 քառակուսի մետրը, որ հաշվում ես երևում է, որ նայեցի այն Այգեստանի ու Սարյանի այս բնակարանները միասին անում է մոտավորապես մի $300,000, $300,000, այսինքն մի միլիոնի մոտ երրորդ մասը, լավ, էդի մի կողմից, վաճառքի մասին, այսօր էլ այդ նույն անձնավորությունը ասում էր, մեկը այդ գոնե վարձով տվեք, վարձով որ տակ, ամիսը մի խոսքով դրամով էր ասում, մի $1000 փող կստանաք, ճիշտ է, դեի համար մի $1000 ամսական բնակավարանի համար շատ չի, բայց դեի համար բավական լուրջ գումար է, ասում է, թե չէ, մեկը ինչների տա պետք, ձեզ պետք է, ճիշտ է, բայց դուք թարգեք ձեր հիշողությունները մի ձևի խեղդեք, մեկը իրանք սաղ է թափելու են, գցելու են և այլն, ես հիշեցի ինդեի հեսա նկարներ կուղարկեմ, դուք նայես տեսնես, թե ինչեր կան, ընդեղ հիշատակ, մի խոսքով, տենց խորհուրդներ եմ ստանում, արդեն չգիտեմ, թե խոսալս էլ արդեն անկապ աստացվում, կասես ես, Կարինե, են որ ես քեզ հրավիրեցի, գնացինք կաֆե Արմենիա, նստեցինք, ես քեզ հետ պայմանավորեցի մեր ամուսնության մասին, առաջի արգում, մի քիչ նստեցինք, բան չէինք խմել, ինչ թվում, մի խոսքով, այն վաղտ ես ու դու պատկերացնում էինք, որ սենց ավարտ կունենա մեր ես նախաձեռնությունը, իմը ճիշտ էր, դրանք դեմ էին, մի խոսքով, այն վաղտ պատկերացնում էինք սենց ավարտ, Կարինե, այդ հիշացնում եմ իմ լավ, մի խոսքով, արդեն շշկրվում եմ, արդեն էլ չեմ իմանում, թե ինչ անեմ, մի հատ բարեկամ ունենք, մեր հորս պապիս Ազիզյան ազգանունով, դրա անունը Արսենը, արդեն չգիտեմ, զուտ են բանի համար, որ ինքը Ազիզյան Արսենը, մտածում էի իրան թողեմ, ժառանգեմ, որ մի գոնև մի բանով սիրտս մխիթարվի, մտածում եմ, այն չի էլի, ոնց թե, հետո մտածում եմ, հետո ասում եմ, ես մարդ չունեմ, իմ բարեկամը դու ես ու քու բարեկամները, մտածում եմ, ասում որը է դեպքում, բայց ինձ հետ չեն խոսում, ոչ կապնում եմ, հեռախոսը չեմ կարող իմանում, ոչ նանոյի, ոչ հերանտի, չի ստացվում,
են վերջոյի հեռախոսը կարեցա մի կեր իմանամ, զանգեցի, ասմա բանա, վարոտը փակ, իրանք կյանքով ապրում եմ, իսկ երեխեքը, ասմա մեկը աղջիկը հեղինն է, Երևանա, տղեն Մաքսա, չեմ անում որտեղ է։ Փորձեցի դաժե այդ հեղինեին գտնեմ, գուցե ասեմ, իմը չեն քոնն են, գոնե քո քրոջ երեխեքուն թողնենք այս բաները, թողնեմ, տես ուր եմ հասել։ Են էլ չկարեցա նույնիսկ հեղինեին գտնեմ Երևանի մեջ է, թե չէ։ Կարինե ինձ խորհուրդ տուր, գոնե դու ասա, որին ես դրանցից համաձայն, որին թողնեմ սա, թե այդ կնգա ասացի պես անեմ, ինչ անեմ, ասմա մեկը ոչ, ընդեղ հեսա ես կուղարկեմ մի հատ բաներ, տան մեջի, երևի դու չես իշի, են Լևոնի կտրած փեդերը, թե են Արսենի պատի վրա նկարած վարդը, մեր պատի վրա, թե կողքի հարևանները, թե են ոնց են մեր դռան դեմը հենց ավել են դրել ու սավոք դրել, այսինքն արդեն կողքից արդեն զավթում են, որմաց հերս ասում ես երամ պսակվի, որ են տակիս հարևանը չգա իմ տունը ապրի, որ քո երեխեքը ապրեն, հիմա փաստորեն ես այս անելուց հետո, ուրեմն այնտեղ են Սուսոն ունի 4 թոռ, կողքի հարևան Սուսոն, Նելսոնի կնիկը, 4 զառան ունի 4 թոռ, մի խոսքով, նրանք քիչ են պատժեզու իմ դռան դեմը, մեր դռան դեմը բաներ են դնում, ավել ու բան, սավոք, Կարինե սա անհնար է դիմանալ, դու որոշի, դու ասա, մի բան արա, խնդրում եմ, աղաչում եմ, մի հատ դու ինձ չես զանգի, կամ ես որ զանգեմ, դու վերցրու խոսանք, տենանք ինչ ենք անում, Արաքսը ասում էր, ես վախում եմ, бездомный homeless, to be homeless, մի խոսքով, հիմա վերջացրեցի, մի քիչ այդ նկարները կուղարկեմ ու վերջացրեցի, վերև աստված, ներքև դու, մի թող մեր վրա, հետն էլ վերջի բանը ասեմ, Կարինե, այսօր ես լավ, մի անգամ ասել եմ, թուրքը հայ իրար գերեզմանի տեղ իրանց երեխեքի ասում են, ես չգիտեմ Լևոնի գերեզմանի տեղը ու Մարտինի գերեզմանի տեղը, լավ, այսօր դու գիտես, դու գնում ես, վաղը մյուս օր, ենթադրեր ես էլ չլեմ, հեռու ասողից երկար կյանք ունենաս, մի օր էլ դու պիտի չլես, բա այդ գերեզմաններին գնացող չլնի, բա հետո Արաքս կա, Արսեն կա, որ չլնեն, Գայանն էլ Շվեդիայում, որ չլնեն, այդ գերեզմանները ուշ թե շուտ, որ անտեր մնա, պիտի հանեն, ոսկորները գցեն զիբիլի վեդրոն ու այդ տեղը վաճառեն ուրիշի, դու պատկերացնում ես, Կարաջան, արի փրկենք այս մասով, դու թեկուս չգաս, թեկուս ստե գաք, ստե լավ աշխատանք կունենաք, կյանքի սենց լավ կաբրեն երեխեքը, որը գա, որը չի գա, թո չգա, վաբշե չեք ուզում մի եկեք, բայց ընդունեք ես, որ բա մի հատ Մարտունի, քո պապայի, գերեզմաննի, ու մամայիդ, էմայի, բա դու ցանկություն չունես, մի հատ այցելես, որ այս տներից մեկը, չեմ երկուսը, մեկին նվիրեմ, ինքը պայմանագրով 100 տարի մեր գերեզմաների տերքը կայնի, բայց այդ վсё, վերջացրի, կներես, այսօր հիմա կուղարկեմ, որտև այսօր կիրակի է, երևի աշխատանքի մեջ չես, չգիտեմ աշխատում ես, թե չէ, աշխատանքի մեջ չես ու կարաս լսես հանգիստ, ստեսություն, Աստված քեզ հետ, աղաչում եմ ես արդեն, ես եմ աղաչում քեզ, սմիլույս է էլի, ես որ բաժանվեցինք զաքսում, իմ մոտ արդյունք եկավ, ես ասցի Կարինե,
մի Արսեն էլ ես եմ էլի, ճիշտ է, քեզանից մեծ եմ, բայց մի Արսեն երեխա էլ ես եմ եղել էլի, ես էլ դարդ տեսամ տղա, մեր ենք կորցրել էլի, ողորմած պապս Աշոտ, որ մեռնում էր 82 տարեկան Բաքվում, իրան տղեկից մեկը մանկատան հետ Ամերիկա էր գնացել, տարե, նենց էլ ասմա, Նինա Մորքուրը ասմ էր, վերջի խոսքը Աշոտ պապի եղավ, որ օքսենս չեկավ, ու մեռավ, հիմա իմ օքսեն չեմ դրե, Արսեն եմ դնե, հիմա իմ վերջի խոսքը թողլնի, Արսենս չեկավ, ու ես կգնամ, բա դու, բա իրանք, լավ, վերջ, Աստված քեզ հետ, խնդրում եմ, աղաչում եմ, արդեն ես քեզ, всё, Լևոնի ծառից կտրած փայտիկը, Արսենի պատի վրայի նկարած վարդը, Արսենի որպես հիշատակ Լևոն պապի տանից տարած կտորը, Լևոնի ձեռով կտրած փայտի ճյուղը, շատ էր սիրում փայտ տղեն, մեր բրախած տան դեմը հարևան Սուսոն իրա ավելներն ա պահում, բա Կարինե, դու տես ու որոշի, թե ինչ պտի անես, աղջիկ ջան,